Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը ընտանեկան բռնությունների կանխարգելման նպատակով իրազեկումների շարքը մեկնարկում է Գեղարքունիքից որպես թիրախային մարզ։ Միջոցառմանը ներգրավված են խնդրով մտահոգ եւ զբաղվող կառույցների ներկայացուցիչներ, մարզի տարբեր համայնքների բնակիչներ։ Թեպետ Գեղարքունիքի մարզում ընտանեկան բռնության դեպքերը քանակական առումով քիչ են արձանագրվում, սակայն հետագայում ունենում ենք շատ ծանր հետևանքներ, այսինքն ինչ հետևության ենք եկել, որ Գեղարքունիքի մարզում լատենտայնությունը կամ չգրանցված լինելը, թաքուն մնալ, այսպես ասած ժողովրդական լեզվով, ավելի բարձր է։ Իրազեկման միջոցառումը երկխոսության ձևաչափով է։ Առաջին հայացքից պարզ ու հասկանալի թվացող բառերն ու երևույթները լսարանին նոր լույսի ներքո են ներկայացվում։ Ինչ է ընտանիքը, որոնք են բռնության տեսակները, ում եւ ինչպես կարող են դիմել բռնության ենթարկվածները։ Քննարկումն այս հարցերի շուրջ ներառում է նաեւ տեղեկություններ համայնքային ոստիկանի գործառույթների, քաղաքացիների, պաշտպանության ու աջակցության միջոցների վերաբերյալ։ Այն խնդիրները, որոնց մասին խոսեցինք այսօր, բավականին առանցքային էր, մասնավորապես ընտանեկան բռնության մասին եւ անչափահասների կողմից եւ անչափահասների հանդեպ հանցավորության դեպքերի մասով, սրանք խնդիրներ են, որոնք միանշանակ առկա են ցավոք սրտի ողջ հանրապետության տարածքում, սակայն մարզից մարզ կան որոշակի առանձնահատկություններ։ Ընտանեկան բռնության ավելի շատ կանայք են ենթարկվում, համենայն դեպս համապատասխան մարմիններն ավելի շատ կանանցից են դիմումներ ստանում, քան տղամարդկանցից, ծերերից կամ երեխաներից։ Սա էլ ձևավորում է վիճակագրական պատկերը։ Քննարկման մասնակիցները կարևորում են շահագրգիռ բոլոր կողմերի համատեղ աշխատանքը ընտանեկան բռնություն կոչվող չարիքի դեմն առնելու համար։ Անահիտ Կարինյան, Սարգիս Ալավերդյան, լուրերի համար։